Բայց չես մտածում հետևանքների մասին։ Ես չէ ուզում։ Ինչ կարևոր է ուզում էիր, թե չէ։ Երբ արդեն ասեցիր այն, ինչ չպիտի ասեիր, Նարէ։ Մեկը մի օր բոլորը իմանալու էին։ Ով չգիտեր։ Պապան, Արմոն, ես, դու։ Ինչքան ենք լռելու իրար խաբելու։ Բոլորս էլ գիտենք ինչա կատարվում, բայց իրար դիմաց խաղում ենք։ Մենք պապայից ինչով ենք տարբերվում, որ գիտենք ինչա եղել, բայց լռում ենք։ Խոսելուցդ ինչ-որ մի բան փոխվելու է, Նարէ։ Ոնց ես հասկանում։ Էլ հորդ ոչ մի բան կանգնեցնող չի լինելու։ Դու իրա մեջի գազանին ես արթնացրել։ Չեմ էլ պատկերացնում հետո ինչա լինելու։ Սրանից ավելի վատ չի լինելու։ Դու ուղղակի հորդ լավ չես ճանաչում։ Իմ պես չես ճանաչում։ Դրա համար ես այդպես խոսում։ Ձյացը քո խմի է ստեղ էլի, թե չէ իմ ունենց ես անելու, որ հիվանդանոց էլ չհասնենք։ Հասկանում եմ Նարեի արածը քո համար սխալ էր, չպետք է տենց բայր, բայց դու պետք է մի քիչ էլ քո մասին էլ մտածես, խնդրում եմ խմի։ Ոնց հասկանում եմ Նարեին տեղը տեղին տրամադրել են քո դեմ, թե չենք իրան սենց չեր պահի։ Գիտեմ, Արմո, գիտեմ, տրամադրողին էլ գիտեմ։ Այ, իրանք չգիտեն ում դեմ են դուրս եկել։ Ձյացակո դու գիտես ես քեզ հորս պես սիրում եմ, բայց պետք է հիմա մի քիչ էլ քո մասին մտածես, ու շուտ ապաքինվես, ես քո կողքը կանգնած եմ, ինչ էլ որոշես ես հետդ եմ։ Ես մինչև իմ տունը քանդողի ձեռքը չփշրեմ, ինձ ոչ մի բան չի լինի։ Այ այն մարդը, ով տրամադրել է իմ դեմ, ոտքերիս առաջ ծնկած պիտի տեսնեմ, որ սիրտս թեթևանա։ Իմ դեմ փաստեր ունի, հա։ Իմ դեմ ինչ-որ ապացույցներ ունի, հա։ Հա, ինքը չգիտի, թե ոնց իր ամենաթույլ կողմը իմ ձեռքում զենք դարձավ։ Ում մասին է խոսքը։ Աբոյի ելում։ Ես քո հարցերի պատասխանները չունեմ, Սոնա։ Գիտեմ։ Գլխիս մեջ ամեն ինչ իրար է խառնել։ Ես չգիտեմ արդեն ինչ մտածեմ։ Ստացվում է, որ Նարեն ամեն ինչ իմացել է։
Ու ոնց հասկանում եմ մենակ Նարեն չէ։ Ես չեմ հասկանում հիմա ինչա լինելու վրամ։ Սոնա չգիտեմ հիմա ինձ ոչ մի բան մի հարցրու խնդրում եմ։ Հայկ, խնդրում եմ պատասխանի։ Պատասխանի, Հայկ։ Ինչի համար ես զանգում։ Հայկ, շատ եմ ուզում խոսամ քո հետ։ Ես քեզ պիտի բացատրեմ ինչա կատարվել։ Խնդրում եմ լսի ինձ։ Ինչ ունեիր ասելու ասել ես Նարե։ Եկել էի որ քեզ լսեի։ Լսեցի։ Էլ բան չունեմ ես քեզ ասելու։ Հայկ, ախր ամեն ինչ նենց չի ոնց որ թվում է։ Մենք երբեմն որոշում ենք կայացնում ուղղակի խաղաղության համար, բայց այդ որոշումը չի փոխում այն ինչ որ ես զգում եմ։ Հիմա ինչ ես ուզում ինձնից լսես։ Ինչ ես ուզում որ ես քեզ ասեմ, Նարե։ Դու գիտես ինչ է իմ համար քո տուն գալը։ Գիտես որ մեռնելուն հավասար բան է, բայց քո համար ես 1000 անգամ եկել եմ քո տուն։ Իմ վրայով անցնելով եկել եմ։ Ես գիտեի մեծ մարդ ես։ Գիտեի որ հստակ որոշել ես արդեն, բայց փաստորեն չէ։ Ես իրոք քեզ շատ եմ սիրում։ Դե հերիքա էլի Նարը։ Հերիքա։ Ես չգիտեմ դու սերը ոնց ես պատկերացնում, բայց իմ ու քո պատկերացումները լրիվ տարբեր են։ Ու ես ու դու լրիվ տարբեր ենք։ Ես որ եկա ձեր տուն Սոնայի հետևից Նարը, դու գիտես ինչի միջով անցա։ Լավ գիտես, բոլորից լավ գիտես։ Ու դու արեցիր նույն բանը։ Նենց արեցիր, որ ես էլի գլուխս կախեցի ու առանց ոչ մի բան անելու ուղակի հետ գնացի։ Հայկ, խնդրում եմ կլսես ինձ։ Չէ, չեմ լսի։ Էլ ընդհանրապես ես քեզ չեմ ուզում լսեմ։ Ընդհանրապես։ Հայկ։ Գիտեմ, որ հարցեր ունես։ Գիտեմ, որ ինձ փնտրել ես։ Հիմա եկել եմ, որ բոլոր հարցերիդ պատասխանեմ, Հայկ։ Հորքուրը։ Հորքուրներ։ Աստված իմ։ Հիմա հորքուրը ամեն ինչի կասի։ Շատ ճիշտ ժամանակ ես եկել։ Որովհետև ես քեզ շատ հարցեր ունեմ տալու, լալա։ Ոնց է, խմեց դեղը։ Հա, խմել եմ, քիչ հետո կքնի։ Լավ է, թող քնի։ Թող մի քիչ հանգստանա, հասկանանք ինչ ենք անելու։ Երեխեքն էլ մի քիչ կհանդարտվեն։
Ամեն դեպքում Նարեն չպիտի բոլորի մոտ այդ ձևով խոսար ձյաձ Սաքոյի հետ։ Գիտեր, որ գաղտնիքա պետքա ոչ մի բաներ չասեր։ Բա որ այդքան լավ գիտես գաղտնիքը պահելու համար այլ ոչ թե ասելու։ Ինչի ժամանակին էր դու այդ գաղտնիքը ասեցիր Նարեին։ Քեզ թվում է, որ լռում եմ ու ոչ մի բան չեմ ասում, ուրեմն չեմ նկատում ու չգիտեմ։ Այդ է հարցը, թե դու որտեղից ես իմացել այդ գաղտնիքը ու ինչի համար ես ասել Նարեին։ Ուղղակի հիմա դրա ժամանակը չի։ Վերջին անգամ որ տեսել եմ քեզ, այնքան փոքր էիր։ Հիմա իսկական տղամարդ ես դարձել։ Պապայիդ ես նմանվել։ Ես վստահ եմ, որ դու չես եկել, որ ինձ քննարկես։ Եթե մենք մի հատ քննարկելու բան ունենք, այդ հերս է։ Ինչ ա եղել Լալա այդ օրը։ Ինչ ա եղել սրանից 10 տարի առաջ։ Մենք բոլորս իմացել ենք, որ դուք 10 տարի առաջ իրար հետ փախել եք, բայց փաստորեն չէ։ Հերս գալու ձև էլ չի ունեցել հետդ, որովհետև սպանել են հորս։ Ինչ ա կատարվել Լալա, ասա ինձ հասկանամ, ինչ ա կատարվել այդ գիշեր։ Դու իմացել ես, որ հորս սպանել են։ Ես իմացել եմ։ Իմացել ես։ Հա։ Ուրեմն ինչի ես առանց բան ասելու գնացել։ Ինչի ես գնացել։ Ինձ ասել են, որ դուք սիրել եք իրար։ Ու շատ եք սիրել։ Ես չեմ հասկանում, ձեր ընտանիքում սեր կորցնելը տենց հեշտ բան է, հա։ Լալա, ով է սպանել հորս։ Ով է սպանել հորս։ Քաջիկը ինձ նամակ է գրել։ Ու այդ նամակում գրած է, որ ինքն է սպանել։ Այդ ճիշտ է։ Ոնց ես իմացել։ Այդ արդեն կարևոր չի։ Նարը ինչի ոչ մի անգամ այդ մասին ոչ մի բան չես ասել։ Ես էլ որ իմացա շոկի մեջ էի։ Մեզանից ոչ մեկ երբեք չի հետաքրքրվել ուր է հորքուրը, ինչ անում, ինչ վիճակում է։ Պապան ամեն ինչն հենց էր ներկայացրել, որ այս պատմության զոհերը գլխավոր մեղավորներն էին դարձել։ Ես պիտի խոսամ պապայի հետ։ Ու քո կարծիքով այդ ինչ-որ բան է փոխելու։ Նարե մարդ սպանելը խաղ ու պար չի, են էլ ընկերոջը։ Ով չգիտի Աշոտը ինչ է արել։ Արդարացնում ես պապային։ Չէ, Նարե, չեմ արդարացնում։ Ուղղակի ասում եմ, որ ուզում եմ հետը խոսամ։ Ինձ մի բան է հետաքրքիր։ Դու, որ այդ ամեն ինչը իմացել ես, ո՞նց ես մտքովդ անցկացրել, որ կարաս Մարգարի Լակոտի հետ ինչ-որ կապ ունենաս, հա։ Այդ ամեն ինչը լավ իմանալով ո՞նց ես տենց մտածել։ Մեջտեղում Կարո կա, Նարե, Աշոտ կա, ու դու շատ լավ իմացել ես։
Հայկն էլ երևի արդեն գիտի։ Տենց մի նայի։ Մենք Հայկի հետ կապի մեջ չենք, ամեն ինչ ձեր աչքի առաջ ավարտվեց։ Դուք ինձանից էլ չեք լսի Հայկի անունը։ Ավելի լավ։ Որովհետև էդ էլ է մի պատճառը, որ այդ ընտանիքից ու այդ լակոտից հեռու մնաս։ Ես իմ պատասխանին եմ սպասում։ Այդ օրն իմ կյանքի ամենադաժան օրն էր, Հայկ։ Ես չգիտեմ դու ինչ կզգաս ասածներս լսելիս, բայց ես ու քո պապան իրոք իրար շատ ենք սիրել։ Ամենամաքուր սիրով ենք սիրել, ուղղակի մեզ սխալ են հասկացել ու հնարավորություն չեն տվել բացատրելու։ Ես չեմ եկել, որ հիմա ձեր սիրո պատմությունը լսեմ։ Ինչի ոչ մեկին ոչ մի բան չասեցիր ու գնացիր, լալա։ Վախենում է երևի, չգիտեմ, երեխայի չի հասկանում ինչա կատարվում, ինչն է ճիշտ։ Իսկ սա քոնին ձետ գիշեր տնից հանեց, որովհետև հաջորդ առավոտ արդեն բոլորը կիմանային ինչա կատարվել։ Սա քոն էլ է փաստորեն տեղյակ եղել։ Քաջիկը հիմա չկա։ Ես ումից գնամ իմ պատասխանը պահանջեմ։ Չկա։ Իմ, Միքոյի, տատուս, պապուս, վրեժը ումից հանեմ։ Նամակը գրել ու մեռել ա, լալա։ Ինչ անեմ ես հիմա։ Դու իմ վիճակը պատկերացնում ես։ Պապս ու տատս իրանց կյանքի վերջին տարիները գլուխները կախ ապրեցին։ Գլուխները կախ։ Այն դեպքում, որ բոլորը պիտի իրանց գլուխները կախ ապրեին իմ տատու ու պապու առաջ։ Քեզ թվում է ես այդ պիտի ներեմ։ Հա? Էլ չեմ խոսում իմ ու Միքոյի մասին, որ մտածում էինք, որ մեր հերը մեզ թողել է անտեր ու գնացել է։ Ամբողջ կյանքներս անտերի պես ապրել ենք։ Էդ հələ մի կողմ։ Այն մարդիկ, ովքեր կապ ունեն այս պատմության հետ, ավելի շատ են տանջվելու։ Իրանց ամբողջ կյանքը պիտի տանջվեն։ Ու զգան այն, ինչ որ զգացել եմ ես ու իմ աղբերը։ Ես իմ պապու ու տատու արցունքները ոչ մեկին չեմ ներելու։ Ոչ մեկին։ Խոսա։
Պատասխանի։ Եթե պիտի գայր, որ հարցերից չպատասխանեիր, ինչի համար ես եկել։ Կանչի Աշոտին կանչի ինձ կտանի այստեղից, պատրաստ է ինձ կտանի այստեղից, ինձ էլ չեք տեսնի, խնդրում եմ։ Աշոտին։ Հա։ Աշոտին։ Կանչեն։ Չկա Աշոտ։ Աշոտ էլ չկա։ Սատ կացրել է։ Ես չգիտեմ կոնկրետ ինչ պայմաններում ա եղել սպանությունը։ Չգիտեմ, որովհետև այնտեղ չեմ եղել ու ինձ չեն ասել։ Գիտեմ, որ լեզվակռվի արդյունքում ա եղել։ Հիմա նայ աչքերիս ու ասա։ Սա քոն կապ ունի այդ սպանության հետ։ Դյադ Սաքոյի վիճակը շատ վատ է, ու ամեն բայ կարելի վատանա։ Նարեի ասածը ահավոր էր, բայց երկուսս էլ հասկանում ենք ընկերոջը սպանելու համար լուրջ պատճառա պետք։ Դյադ Սաքոն հավասարակշռված մարդ է։ Ես վստահ եմ, որ Աշոտն է հասցրել իրան այդ օրվան։ Հիշում ես հենց այդ ժամանակ էր, որ առաջի կատվածը ստացավ Դյադ Սաքոն։ Հազիվ ենք փրկել։ Հա։ Հիշում եմ։ Դուք ընդհանրապես մեղավոր չեք Մարգարիտան առաջ։ Մոռանում ես Կարոյի դեպքը։ Թե Դյադ Սաքոյի արածը, իսկ այդ Մարգարի լակոտինը չէ։ Վրամ ես չեմ ուզում խառնվեմ հարցերի մեջ, որոնք որ ինձ չեն վերաբերվում։ Բայց ես էլ ընտանիքի անդամ եմ ինձ համարում։ Դյադ Սաքոն լավ չի, ու իրան հիմա քո օգնությունն է պետք։ Դու չես մտածում ինչի նորից վատացավ։ Առաջի կատվածը դեպքից հետո էր, երկրորդը Կարոյի մահից, էս էլ երրորդը։ Բան գիտես, որ չես ասում։ Ինձ թվում է գիտեմ։ Քաջիկը առանց Սաքոյի ասելու անգամ մատը չի շարժել։ Որ մնաց մարդ սպաներ։ Սաքոն կապ չունի։ Սաքոն այդ օրը ամբողջ օրը իմ հետ ա եղել։ Ու չգիտեմ ինչի այդ պահին ոչինչ չի ասել։ Չգիտեմ ոնց ա եղել, բայց ինքը կապ չունի այդ պատմության հետ։ Կարող է Քաջիկի հետ ինչ-որ խոսակցություններ են եղել, վիճել են, բայց ես ոչ մի մանրամասն չգիտեմ։ Հաստատ լալա։ Սաքոն իմ ամենամեծ թշնամին է, ես ինչի պիտի քեզ խաբեմ կամ փորձեմ իրեն պաշտպանել։ Ինչ արել է, Քաջիկն է արել, այս պատմության հետ Սաքոն կապ չունի։ Դու առանց մանրամասներն իմանալու վերեսկացել ու հանգիստ գնացել ես։ Դու ինչ գիտես, ես ինչ կյանքով եմ ապրել, կամ ինչ եմ զգացել այդ պահին։
Ես չգիտեի ինչ անել կամ ոնց գայի։ Հայկ ջան, ոնց գայի քեզ, եղբորդ, պապիկիդ, տատիկիդ ասեի, որ գիտեք Աշոտը մահացել է։ Չի մահացել։ Սպանել են։ Սպանել են։ Այդ պահին ես ինձ էի մեղադրում։ Մտածում էի, եթե ես չլինեի, Աշոտը ողջ կլիներ։ Դրա համար էլ վախեցել եմ ու ոչ մի բան չեմ ասել։ Գիտես, երբեք չգիտես կյանքը ինչա պատրաստում քեզ համար հաջորդ րոպեին։ Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող է Հայաստանից գնամ ու մեկ էլ վերադառնամ 10 տարի հետո։ Ես մտածում էի մի քանի օրից իմ տուն կգամ, բայց ինչ եղավ։ Ես հասկանում եմ, որ դու շատ հարցեր ունես, որ քո համար այս թեման շատ կարևոր է, որ դու մի քան շատ եք կորցրել, բայց հավատա ես էլ քիչ բան չեմ կորցրել։ Ստացվում է, որ ես էլի չիմացա ինչ արել։ Ու չիմացա ինչի համար են հորս սպանել ու երևի դժվար է իմանալ։ Իմ ու հորոտ կապի մասին առաջինը Քաջիկն է իմացել, ինքն է տեսել ու Սաքոին ամեն ինչ պատմել։ Ես չգիտեմ իրար հետ ինչ են խոսել, երևի ինչ-որ վիճաբանություն է եղել։ Հետո Աշոտը գնացել էր Քաջիկին տեսնելու, որ հասկանա ինչի առաջին հերթին իր հետ չի խոսել, այլ գնացել Սաքոին ասել։ Քաջիկը ուզում եմ իմանաս, որ դիտավորյալ չի արել, հաստատ պլանավորած չի եղել։ Ես չգիտեմ իրականում ինչ ա եղել, բայց իմացի, որ Սաքոն կապ չունի։ Ես մտածում էի, որ պետք չի ասել քեզ, բայց հիմա հասկանում եմ, որ շատ է պետք։ Արմոն նորմալ բան ասա հասկանամ։ Այսօր այնքան բան եմ լսել, որ հիմա ինչ էլ ասես չեմ զարմանալու։ Ուղղակի չգիտեմ ոնց կընդունես, կկանգնես հորոտ կողքը թե չէ։ Այսինքն իմ հերը իմ հերն է Արմո, անկախ ամեն ինչից։ Որ դու անգիտակից բարկացիր, ես ու ձեզ Սաքոն մտածում էինք, որ Սոնայի ընտանիքը կապ ունի այդ ամեն ինչի հետ, ու իրանք են քեզ հետ օրը գցել։ Հետո են, որ բժիշկները քեզ հույս չէին տալիս, սրտի կանգ էր գրանցվել, ու ձեզ Սաքոն գնաց աբոյին տենալու։ Ապեր գնամ գործիք բերեմ, հա, որ բերանից հետ խոսք քաշեմ, խոսա։ Ես չգիտեմ ինչ է եղել այդ օրը, ու ոչ էլ գիտեմ ինչ են խոսացել, բայց ձեզ Սաքոն այդ օրը տուն չեկավ, ու ոչ էլ գիտեինք ուր էր։ Ոնց թե Արմո։ Հետո արդեն որ եկավ լրիվ ուրիշ մարդ էր դարձել։ Ոչ մեկիս հետ չէր խոսում։ Իրան նման չէր դու այդ վիճակում տեսել ես իրան։ Այդ օրվանից հետո ձեզ Սաքոն անդադ սրտից բողոքում է։ Ու ոչ էլ ձեզ է ասում։ Ես չգիտեմ ինչ արել աբոն, ու ոչ էլ գիտեմ ինչ է եղել այնտեղ։ Բայց հաստատ ձեզ Սաքոն մինչև հիմա չի հանգստանում այդ թեմաներից հետո։ Այդ շատ լավ է, որ Աշոտի դեպքի իմանալուց հետո էլի հորոտ կողքնես, որովհետև հիմա ինքը շատ ունի կա կարիքը։
Արմո իմ հերը աշխարհի ամենավերջին մարդն է լինի։ Ես մեկը մինչև վերջ իր կողքը կանգնած եմ եղել ու կանգնած էլ լինելու եմ մինչև վերջ։ Ես չգիտեմ ինչ ա եղել Աշոտի պահով, չգիտեմ հերս ճիշտ ա արել թե սխալ ա արել, բայց թող մեկը փորձվի հորս հային ասի չէ, այդ ժամանակ կիմանան ով ա վռանը։ Թող ինչ որ մեկը փորձվի հորս խանգարի, այդ ժամանակ ես եմ շարունակելու հորս գործը։ Հա, մարդ կար։ Չէ։ Ես ուրախ եմ, որ դու ձեզ սակոին մենակ չես տողում, որովհետև հիմա ինքը շատ ունի քո կարիքը։ Ես իմ հորը կյանքում մենակ չեմ թողել Արմո, ու չեմ էլ թողի։ Կապ չունի ինքը ճիշտ ա թե սխալ։ Ես չգիտեմ ինչ ա եղել Աբոյի պահով, բայց ես չեմ պատրաստվում Աբոյի դեմ ինչ-որ մի բան անեմ, որովհետև ինչքան իմ հերն ա կարևոր իմ համար, այդքան էլ Աբոն ա կարևոր Սոնայի համար։ Սոնան իմ կինն ա, ու այդքանով բոլոր թեմաները փակված են։ Նարե, Հայկ, Նարե, ես ինչ եղավ։ Հայկ, գալիս եմ Հայկ, Նարե, ինչի սենց եղավ, Նարե, Հայկ, Նարե, Հայկ, տեսար, ես գիտեի։ Նարե, լսի, խնդրում եմ քեզ։ Նարե, խնդրում եմ քեզ, ես գիտեմ, որ միշտ ասել եմ չգնաս Հայկ հետ, բայց խնդրում եմ, գնա Հայկ հետ, գնա համոզի, թող ինքը քեզ ների ու գնացեք այստեղից, թե չէ նոր սպանություն ա լինելու։ Սոնա, ինչ ես խոսում։ Նարե, ես չգիտեի ուր եմ գալիս, ես չգիտեի ում հետ եմ իմ կյանքը կապում։ Հայկը հաստատ հետ ա գալու, Հայկը քո հետևից կգա, ինքը պայքարող տեսակ ա։ Բայց եթե Հայկը եկավ, հաստատ կամ իմ աղբերը կամ քո աղբերը մեռնելու են, որովհետև ոչ Հայկն ա խնայելու Վրամին, ոչ էլ հակառակը։ Սոնա, վախացնում ես, հասկանում ես, ինչ ես խոսում, պարզ խոսա, հասկանամ։ Նարե, հարցեր մի տուր, ես խոսակցություն եմ լսել ու տեղս չեմ գտնում։ Գաղտնիքները երկար չեն մնում, հաստատ Հայկի պապայի պատմությունն էլ ջրի երես ա դուրս գալու, բայց եթե դու Հայկի հետ եղար, հաստատ Հայկը հանուն քեզ ոչ մի բան չի անի։ Նարե, խնդրում եմ, գնա գտի Հայկին, համոզի, որ քո հետ բարիշի, խնդրում եմ քեզ, գնացեք այստեղից, երկուսս էլ թշնամանքից զոհ ենք դարձել, բայց այս շղթան մենակ դու կարաս կոտրես, խնդրում եմ, գնա գտի Հայկին։
հերը աշխարհի ամենավերջին մարդն էլ լինի, ես մեկը մինչև վերջ իր կողքը կանգնած եմ եղել ու կանգնած էլ լինելու եմ մինչև վերջ։ Ես չգիտեմ ինչ ա եղել Աշոտի պահով, չգիտեմ հերս ճիշտ ա արել թե սխալ ա արել, բայց թող մեկը փորձվի հորս հային ասի չէ, այդ ժամանակ կիմանան ով ա վռամը։ Թող ինչ որ մեկը փորձվի հորս խանգարի, այդ ժամանակ ես եմ շարունակելու հորս գործը։